Բարևձեզ հարկելի ունգընտիրներ եւ ագընտիրներ Վանացայինի եթերով եւ թիմադերի էջով դարձյալ ցեզի հետ ենք հոմենտմենի ցայնը հաղորդումով Հոմենտմենի ցայնը գսպրվի ամեն շաբաթ երկշաբաթյա թերությամբ շաբաթ օրերը գեսորվան ժամը 12-ին Հուլիս ամսվան ընթացքին հոմենտմենի մեծ ընտանիքը հայրենիքի մեջ ունեցավ բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց մեկ կարելի է նշել հոմենտմենի գետրոնական վարչության գազմագերբած համահոմենտմենական քարոշչական առաջին համակումարը Երևանի մեջ, ինչպես նաև համահոմենտմենական 13-րդ բանակումը Բյուրականի Կարնիկ Մկրտիչյան բանակավայրի մեջ Հետևաբար այս երկու աշխատանքներում մասին ավելի մանրամասն անդրադառնալու համար այսօրվան մեր հյուրերն են Հոմենտմենի Լիբանանի շրջանային վարչության անդամ Քյուրլուսին Կազանջյանը եւ Հոմենտմենի Լիբանանի շրջանային ընդհանուր խմբապետի Քյուրտալին Ալաբաշյան Փապիրյանը։ Բարի եկեք։ Արի դեսանք։ Ինչպես են դրամատրությունները։ Շատ լավ եւ շատ բարձր։ Շատ բարձր։ Արդեն ինչպես կտեսնեք, համահոմենտմենական 13-րդ բանակի մրցանակները արդեն իսկ դեր դրամատրության տակ կգտնվին։ Նախ եւ առաջ պիտի անդրադառնանք համահոմենտմենական քարոշչական առաջին համակումարին մասին գարժի անդրադառնալ համակումարի նպատակին համար ինչ նպատակներ գեդաբնտեր եւ ինչու նման օրինակ բանակումը Նախ եւ առաջ բարև քեզի եւ ունգընտիրներուն Ուրեմն համահոմենտմենական քարոշչական առաջին համակումարն էր ասի որ դեղի ունենար ասկե առաջ բադահած է որ համակումարներ ունեցած են ժողովներ բայց արցանց ցևով ասվերջին 4-5 տարվա ընթացքին ուրեմն ասի առաջինն էր որ դեղի ունենար անցնաբես մարտիկ ներկային եւ 20-22 հուլիս 2026-ին դեղի ունեցավ Երևանի մեջ Հայաստան կարևոր է որովհետև դեղը այս օրերուն քարոզչությունը եւ հանրային գաբերը որ կան շատ կարեւոր թեր ունին մեր աշխատանքի մեջ եւ եթե մենք կուզենք հոմենտմենը դարաձել մեր արժեքները մեր գիտելիքները փոխանցել պետք է որ քարոզչական աշխատանք կնենք եւ այս թերը որբեսի շիդակ ցևով ընթանա եւ բոլորս նույն ցևով աշխատենք պետք է աս համակումարները լան Այո, ճիշտ է, արդեն նոր կանոնակրին մեջ արդեն իսկ միջոցներում մեջ ավելացավ քարոզչական աշխատանքի գիրարգումը, ինչպես սկաուտության գողքին, ժողովական կյանքի գողքին եւ այլն։ Խոսենք ինչ-որ բանակումի մասնակիցներուն, ասին քանի երկիրներ է ժամանած եւ ինչպես սիկ երկու օրվա վրա գերգարեր։ Ուրեմն համաժողովին համակումարին ուրեմն համակումարին դարբեր երկիրներու ներկայացուցիչներ ներկային քարոզչականի գային վարչականներ եւ անշուշտ քարոզչական աշխատանքի ներկայացուցիչներ ընդհանրապես երիտասարդ խավներ որ ներկայեր ինչ որ նկատելի էր այս համակումարին եւ գնանք ասել որ աս աշխատանքի մեջ մեծ թեր ունին եւ գնանք խոսել անոր մասին վերջը քարոզչական եւ հանրային գաբերու աշխատանքի մեջ երիտասարդության կարեւորությունը իրենց աշխատանքը որովհետեւ դերմը ամեն ինչ արագ եղած է եւ պետք է որ մենք հետևենք այդ աշխատանքին քայլ բահենք իրենց հետ Խոսենք համակումարի արձարծված նյութերում մասին, ինչ նյութերում մասին խոսվեցավ Ուրեմն նախ եւ առաջ խոս կարևոր գեդերը մեկն է հանրային գաբերու եւ քարոզչականի մասին պետք է գիտնանք որ ինչ է դարբերությունները եւ ինչ է իրենց միացնող գեդերը որովհետև երբ որ մենք աս երկուքը շատ կարևոր սյուներ են մեր աշխատանքներում մեջ եթե մենք գուզենք հանրային գարձիկը ցևավորել եւ մեր արժեքները մեր ռազմավարությունը նպատակները հասցնել պետք է որ կործածենք թե քարոզչությունը թե հանրային գաբերը որովհետև դարբերություն մկա քարոզչականը ցևումը մեկ կողմանի է իսկ հանրային գաբերը երկկողմանի է այսինքն երկու կողմով է որ հարաբերությունը կա ուրեմն անշուշտ միասին կամփոխացնեն ուրեմն հոս է որ մեր աշխատանքը ոչ միայն քարոզչականի վրա կենտրոնացավ աս հանրաժողովին հանրային գաբերու կարևորությունն է որ շեշտվեցավ եւ ասի մեջտեղ եկավ դարբեր այցելություններով, դարբեր նյութերով, գլոր սեղանի զեկուցումներով, ընդհանուր համակումարը ոչ թե միայն ժողով մներ
գեդերտնելու, քննարկելու։ Ընդհանրակը, ասի կետնի վրա աշխատելու ռազմավարությունը որտեղ որբեսի շրջաններում մեջ որ համակումար անշուշտ է որ երկու օրվա իր ավարտը չի ասավ անշուշտ շարունակվի իրեն շրջաններում մեջ եւս զեկուցական ելույթներով գողքին ինչպես տեսանք դեղի ունեցան այցելություններ ուր այցելեցիք եւ ինչ էին գլխավոր ուրեմն դարբեր այցելություններ դեղի ունեցան գնամ հիշել ասկային արխիվ վի պաժինա ուր ծանոթացանք ինչպես արխիվները գբահվին եւ անշուշտ հոն մարզիկ բաշտոնաթերթին համար Ցևոմը ծանոթացում էր արխիվային ասկային արխիվայինին եւ հոն հանձնվեցավ մարզիկ բաշտոնաթերթի ամբողջ շարքը աշխատանքները որբեսի արխիվներու մեջ աբահվին եւ անշուշտ գապ եղավ հանրային գապ մտեղի ունեցավ որ ապակային միասին շարունակական աշխատանքներ դեղի ունենան որ մեզի օգնեն հոմետմենի արխիվները բահելու տվայնացումին եւ այն այսինքն ցևոմը հանրային գապ մներ թե ծանոթացում թե հանրային գապ անգեզատ այցելություն ունեցանք ամերիկյան համասարան Հայաստանի ամերիկյան համասարանի մեդիա լաբին ուր ծանոթացանք անոնց աշխատանքներուն ասկային քրատարան այցելությունը դեղի ունեցավ ուր ծանոթացանք հայ մշակույթի պատմական գետրոնին եւ ծանոթացանք դարբեր բաժիններուն հանդիպում ունեցանք դնորենուին հետ եւ հոս պետք է հիշել որ քրատարանին նվիրվեցավ հոմետմենական քրականութենեն օրինակներ մարզիգեն եւ ինչպես նաեւ եղբայր Վիկենը որ կենտրոնական վարչության անդամ է եւ մարզիկ բաշտոնաթերթի խմբակիրն է հանձնեց մարզիկ բաշտոնաթերթեն 46 տարիներու ամբողջացված հավաքածոն թվայնակ ծեվով ուրեմն ադիալ հոն տրվեցավ ցևոմը մարզիկ այսին հոմետմենը դեղ ունեցավ ասկային քրատարանի մեջ անգեզատ երապլուր այցելությունը դեղ ունեցավ ուր շատ կնամսել հուզիչ եւ աստեցիկ էր որովհետեւ հոներ որ Արարատյան գարքի փողկապները դրվեցավ անշուշտ ան օրնվել է յետք ասոնք ընդհանուր երկիր մեդիա այցելություն դեղի ունեցավ ծանոթանալու իրենց աշխատալիացերվը ծանոթանալու ինչպես կընթանա աս աշխատանքը որովհետև դեղը քարոզչական աշխատանքը մեկ դեղ չէ զանազան բաժիններ կա եւ մեզի ասի արիթեր որ ծանոթանանք դարբեր աշխատանքներով այո ճիշտ է արդեն ինչպես որ ասի քարոզչական աշխատանքը մեկ բանի չէ որը վրա գետրոնացած է գա տվայնացումի աշխատանքները գա դբակիր մամուլը գա նաև ինչպես գիտենք ռադիոն հերադեսիլը եւ բոլոր այդ բաները որոնք կծանոթացնեն հոմենետմենի աշխատանքը եւ այսպես գապը կստեղծեն թե ժողովրդին միջև եւ թե անշուշտ հոմենետմենին իրենց աշխատանքները ավելի ներկայացնելու եւ ավելի ծանոթացնելու ով է հոմենետմենը ինչ կնե եւ ինչ են իրենց առաքելությունը գարժե նաև խոսիլ խորհրդանշական բամը նաև հայ մարզիկի օրվան նշումը Այո, ուրեմն մենք գիտենք, որ 22 հուլիսին հայ մարզիկի օր է, ուրեմն այս տարի հոլիդեյին բանտոգիներս ուրեմն մենք հիշեցինք հայ մարզիկի օրը եւ գիտենք որ հայ մարզիկի օրը Շավարժ Քրիստիանի ծննդյան օրն է ուրեմն հոմետմենի հիմնադիրներ են ուրեմն աննշվեցավ հadoop ցևով որովհետեւ ներկա էին ուրեմն արցախցի հայ մարզիկներ երիտասարդ մարզիկներ որոնք միջազգային դարբեր հաջողություններ ցերբերած էին հագարակ Արցախի գորուստեն յետ իրենք կշարունակեին այդ աշխատանքը եւ հոնե որ բարգեւատրվեցան անոնք եւ անշուշտ ներկային Արցախի հոմետմենի ներկայացուցիչները եւ անշուշտ պատասխանատուները եւ հուշանվերներ դրվեցավ իրենց շատ լավ գարժե նաև անդրադառնալ արհեստական բանականության մասին ինչպես որ գիտենք հոմենետմենը գարիկ ունի քարոզչության եւ իրենց աշխատանքները ծանոթացնելու համար պետք է ժողովուրդը օրական դեղյակը լա ուր երթա ինչ կնե ինչ են իրենց աշխատանքները եւ անշուշտ նպատակները քարոզչական աշխատանքներով միջոցով ալ ներկայացնել բայց նաեւ այսօրվան երիտասարդ
ուժը երիտասարդությունը նաև հետաքրքրված է արհեստական բանականության հետ եւ գնահնդրե ոչ թե միան դեպակիր մամուլով կամ ռադիոյով եւ այլն այս բոլորով զանոթանալ, այլև արհեստական բանականությամբ, ընկերային ցանցերով եւ այլն ինչպես կարևոր կնկատեք եւ որքան կարևոր է այսօրվա արհեստական բանականությունը ներառել նաեւ հոմենտմենի աշխատանքներն ներս Ուրեմն, սեմ ասնյութի կզով բստիկ տասակոստյում մնալ, այսինքն աս համակումարիմ ներգայացում ունեցանք եւ գնամսել որ հետաքրքրական է եւ նույն ադեն պետք է որ բոլորս ծանոթանանք աս աշխարհին արհեստական բանականությունը կարեւոր է որովհետեւ մենք քայլ կբահենք այսօրվա կարողացական աշխատանքներու ինչ որ հարաճացում գուտա մենք ստիպված ենք հետևել ցևոմը բայց պետք է ուշադիր լինել նույն ադեն որովհետեւ երբ որ արհեստական բանականության կվստահենք միայն հոս պետք է նայենք ուր գահասնենք որովհետեւ դերմը ինչ դերեկություն դրված է ինչ գուտա մեզի պետք է մենք ուստուկենք շատ կարևոր է որ փոխանցությունը ստուկես այո շատ թյուրին է մեկ կոջակով մեզի օրինակի համար պոստեր մշինվի բայց մենք օրենքներ ունենք գայդլայններ ունենք որ պետք է հետևենք մենք հայ արժեքներ ունենք որ չենք կնար ուղեկիցը չենք կնար անգետ ուրսելել ուրեմն գոկտակորձենք անշուշտ պետք է մասնակիցներու օգնությամբ լա եւ ոչ թե մեր ուժերում միան վստահենք ես անձնապես գրնանք կորցածել վստահեմ որ պիտի օգնե մեր հարաճիգա աշխատանքներուն արակացնե բայց նույն ադեն միշտ ամեն ինչը երկու անգամ ստուկել այդպես սահմաններում մեջ գիտելիքները դեղեցությունները օրենքները իդ կկործածել անիկա Շատ ճիշտ է, քանի գրնալալ ադեներ հագակարոշության ալ վերածվի։ Թե անի, թեյալ նույն ադեն ապահովության կծով, գիտենք որ cyber security խնդիրներ կա, գնավով է մեկ սխալ գիտելիքը, փարմը, մեզի ուրիշ դեղեր դանի։ Այսինքն դեղը երկու ցևով բիդ աշխատենք ուշադրությամբ եւ վստահ լանք որ այդ գիտելիքը որ մեզի գդրվի որ արհեստական բանականության միջոցով շիդագն է եւ ոչ թե սխալը եւ հոս մեր թերը գուկա որովհետեւ մենք որքան դեղեցություն դանք շիդակ դեղեցություն դանք ինքը մեզի շիդակը պիտի դա բայց եթե ես մարտիկ գա որ գնաս սխալ դեղեցություն մտնել հոս մեր թերը շատ կարեւոր է որպես քարոշչականալ երբ որ ես social media-ի վրա ընկերային ցանցերու վրա ովևէ մեկ տնելիք Ոյվե մեկ գիտելիք դեղեցություն միտենեմ պետք է որ անգերց եւ շիդագլա եւ վստահելի էլա անի շատ կարեւոր թեր ունի կգարձեմ Ճիշտ է արդեն երբ որ խոսենք արհեստական բանականության մասին մեր միտքեն արդեն ուկա ամիս մարաջ հոմենտմեն լիբանանի դեղատրած դեսերիզը որ որքան արդեն մեծ արցականք մցկեց այսպես հոմենտմենի հիմնադրությունը որ գար եւ այդ ինչպես լիբանան հասավ եւ մասնաճյուղերը որ 10 մասնաճյուղ ինչպես բացվեցան եւ այլն այսպես գարջ սենք դեսերիզմն ամպոպ դեսերիզմներ որ պատրաստված էր արհեստական բանականությամբ իբրև շրջանային վարչության կարոշական անսախումբի ներկայացիչ ցեզի համար որքան մեր ներդրումներ եւ որքան այսպես թերական ասացություն ցկեց Գնամսել շատ թրական էր, որովհետև առաջին փորձն էր ցևոմը պատրաստողներուն գծով, բայց ասեմ որ միջև այդ դեսերիզին պատրաստվելը մեծ աշխատանք կա յետևը լա անդեղեցությունները որ պիտի դրվի լա անմարա մասնությունները որ գա որբեսի ես ադեսերիզ ունենամ լա անդարազը լա ան լոգոն լա նգարները այսինքն միջև հոն հասնիս տուն աշխատանք մուգա որ պիտի ենես եւ ոչ թե մեկ կոջակի աշխատանք է եւ անշուշտ մասնակիցներ էին ընողները ասիկա եւ ոչ թե բարձ անդամներ ասի պետք է նշել ճիշտ է Ուրեմն այժմ բան է խոսելու համահոմենտմենական 13-րդ բանագումի մասին ինչպես նաև հոմենտմեն լիբանանի բادرվիրագության արձանագրած հաջողություններուն դրված լալով որ բادرվիրագության պատասխանատուն արդեն Քյուրթալին Պապիրյաններ ավելի պիտի անդրադառնանք բանագումի մասին
ինչ էին հայդակիրները, այցելությունները եւ ընդհանուր առմամբ ինչպես ընթացավ եւ ինչպես որ գտեսենք արդեն մրցանակները մեր արժեքը գտնվին, նշենք նաեւ ամենեն շատ մրցանակներ ապահովող բادرագությունն է, չէ՞։ Այո։ Նախ խոսենք իբրև ցեզի համար իբրև շրջանային ընդհանուր խմբաբեդուի որքան մեծ հբարդություն եւ հաջողություն է այդ իրողությունը, որ Լիբանանին 109 սկաուտներ այս տարին համարավանդ Լիբանանի ծայր արած դնդեսական ապահովական բոլոր դակնապներուն առընթեր 106 անդամներով մեկնեցան Հայաստան, մասնակցեցան բանակումի, ծանոթացան նոր բարեկամներով եւ ինչպես նաեւ ունեցան հadouk այսպես հիշատակներ, որոնք անշուշտ է որ պիտի չմոռնան։ Շատ լավ, բարև բոլորին, բարև Նենո։ Այսօր մեզի համար մեծ եւ հբարդության օրն է, որ գտնվին բանացային ստուդիոները ներս, որբեսի մեր բոլոր ունգընտիրներուն հասցնենք համահամետմենական 13-րդ բանագումի լուրերը եւ ուրախ մթնոլորտը։ Գրնամ ասել, որ մեզի համար ասիգա բարձաբես բանագումը չէր։ Եղբայրնենո, այլ մեծ երազանք մներ, որ Լիբանանը իրականացուց 109 անդամներով, մեզի համար հբարդություն է, բադիվ է, թյուրին չէր, այսօր 109 անդամներով մենք գտնվինք Պիրագան, որտեղ գանք մանցերու համար առաջին անգամն է, որ գտնվեին Հայաստան, իրենց համար ասանք մութ երազմներ, որ մեկ անգամ են իրականացավ եւ որ օտանավի մեջ ելան եւ հասան սկսան գսել, որ մենք արդեն հասանք Հայաստան, պիտի իջնե օտանավը զվարթնոց, բոլորը մեկ միասին արդեն ցածկեցին եւ բադուհաններուն արչեւ գտեսնե իր մթնոլորտը, որ իրենց սելուլերները, փչիչայինները բռնած են եւ պիտի նկարեն Արարատը։ Հոսեր, որ իրենց երազը իրականացավ, բոլորին աչքերում մեջ կդեսնե իրենց արդյունքը, ուրախության արդյունքը, որ արդեն պիտի գողեին հայրենի հողը, շատ մեծ բադի վերասի մեզի համար, մանավանդ եւ հբարդանքեր, որ ամեն մարդ իր հետ դարած էր ոչ թե իր անձնական երազները, այլ իր ընտանիքին անունը, իր միության անունը եւ մենք ում պիտի բարձրացնեին կոմենտմենի անունը։ Ճիշտ, արդեն եւ վստահությունը։ Ինչպես որ ասիկ արդեն սկաուտական գանչերում մեջ արդեն գսեն Հայաստան երթալ գուզենք, Արարատ տեսնել գուզենք, ադիը ծևում իրականացավ եւ չի հավատացին, որ ինչ կանցնի գտարնագոր։ Արդյոք իրականություն է, արդյոք իրենք պիտի գտնան աթողը, արդյոք պիտի հասնին ատլարան լերանքակատը, գսեմ որ բահմներ, որ շատ սկացական էր, ճամփորդությունը դարբեր բնույթ ուներ, բարձ ճամփորդությունը չէր, հոն իրենք սկացին, որ իրականություն մգա, հաջողություն մգա, որ իրենք այդ հաջողության համար է, որ եկած են եւ պիտի աշխատին եւ իրենց ջիկերը պիտի թափեն, որբեսի Լիբանանը բարձր բահեն, ունեցանք դժվարություններ, բայց այս դժվարությունները հաղթարեցինք, միասին իրար օգնելով, իրար հասկանալով, իրար հոգ դանելով եւ իրար քաչալերելով է, որ դժվարությունները հաղթարեցինք եւ 109 հոգին դարձան մեկ բռունցք Պիրագան բանակավայրեններ, ամենամեծ հաջողությունը այն էր, որ բոլորս միասին հասանք մեր նպատակին եւ արժանաբար որեն ներկայացուցինք Լիբանանը եւ դուրս եկանք մեծ մրցանակներով, մեծ հաջողություններով, ինչպես արդեն գտեսնեք ձեր արչեւ մրցանակները եւ բոլորս ալ վերադարձանք մեր դուները ավելի հասուն, ավելի ինքնավստահ եւ ավելի կապված իրարու։ Շատ լավ, խոսենք բանակումի ընդհանուր մթնոլորտի մասին եւ մանավանդ Լիբանանի բادرագության մասնակցությունը եւ խանդավառությունը բոլոր աշխատանքներում։ Եղբայրնենո Լիբանանի խանդավառությունը անբացատրելի էր։ Արդեն գրնամ ասել բոլորը արցանց եւ վիդեոներով, ռիլզերով բոլորը տեսակ որքան խանդավառ էին, գրնամ ասել, որ խանդավառեցին Պիրագան բանակավայրը, խանդավառեցին բոլոր շրջանները, բոլորը կսպասեին, որ արդյոք Լիբանանը արդու ինչպես պիտի արտնցնե իրենց ֆանֆարի նվագներով, թմբուկներով, երկիչով, եղբայր Անտոնին արդեն միշտ ներկա էր մեր հետ, բոլորն կսպասեին, որ ինչ պիտի ելար Լիբանանի թերը, իսկապես վարձ կգադար Լիբանանի սկաուտներուն։ Ինչպես նաև Լիբանանի բادرագութենն մեծ ներդրում ունեցան նաև Լիզբոնի 5-ի գործողության այո, որ ոգեգործումի այս
հանդիսությունը գար արդեն իրենց Տերնարգով մներվում ունեցան իրենց երկերով, իրենց նվակներով։ Այսինքն միշտ Լիբանանը Ներկա էր ամեն մեկ աշխատանքի։ ինքն էր ասենք ձևով այդ ուղղություն դվողը բոլոր այսպես խանտավարության մտնոլորտի եւ այլն։ Նույնիսկ գրնան գսել, որ այլ շրջաններ իրենց խարուգահանտեսի ընթացքին խնդրեցին մեզ որ մեր նվակախումբը իրենց հետ մաս կազմե եւ խանտավարե իրենց խարուգահանտեսը։ Շատ լավ։ Անդրադառնանք բանագումի գլխավոր հայդակերներու մասին։ Ինչպիսի ծրագիրներ ներառված են ամբողջ շաբթվա ընթացքում։ Ուրեմն նախաբես արդեն մենք փոխանցած էինք հագիրճ ծևով, բայց հիմա գուզեմ ավելի քիչ մանրամասնել։ Ուրեմն երբ հասանք Փիրագան, մեր առաջին բդույդը եղավ հաջորդ օրը ելապլուր, որ արդեն շատ աստեցիկ է պաշտոնական մեր այցելությունները մեկն էր, որ ընթաց կարավ։ Այդպես դպավորիչ բան։ Եվ դպավորիչ է։ Քանի ինչպես գիտեք, որ գխոսին Վիկեն Զաքարյանի մասին եւ այլն արդեն իրենք կտեսեն եւ իրենց բանտեոն է որ գանտիվին ուրիշ տասյարակչական բաժինը փնույթ մունի ոչ թե միան դեսական այլև գտեսնեն գսկան ադսկացում իրենց հարկանքի դուր կդմացեն անգեյետ ունեցանք Երևանի մեջ պաշտոնական մեր դողանցքը որ ընթաց կարավ մադենատարանեն մինչեւ օպերայի հրաբարակ եւ այս մեկն շատ աստեցիկ էր Երևանի մեջ բոլորը Ուրգե որ գուզես, որ երգիրները որ գուզես իրեր գային, ներգա էին եւ գծապարեին։ Ինչպես է ժողովուրդին, խոսենք ինչ ժողովուրդին դպավորություն այդպես շատ ուրախ էին, բոլորին աչքերում մեջ փայլք մգար, որ աստողանցքը ինչպես պատրաստված է, հաստատ քայլերով գդողանցքային բոլորնալ, լիբանանահայությունը մեծ թիվով ներգա էին եւ գծապարեին մեզի։ Միշտ արդեն Լիբանանայությունը այս արիտներուն չեմ մոռա անպայման ներկա վերիլան այո որ մենք հետ ունեցանք բզդիկ ազատ ժամը որ անդամները արիթ ունեցան շրջելու Երևանի թաղերը եւ շրջանները եւ մեր բդույդը վերջ կդավ դիզենագապերտին մեր հարկանքի դուր կմածունցեցին դիզենագապերտ եւ մեկնեցանք Փիրագան Փանագավայր ինչպես ունեցանք Փանագավայրեն ներս աշխատանքներ, խաղեր, օլիմպիկ գեյմեր ունեցանք մեր պաշտոնական այցելությունը Էջմիածին մեր աթորը ուր մեզի ընդունեց ամենայն հայոց վեապարը Կարեկին երկրորդը եւ իր պատկամը փոխանցեց մեզի որ դարձյալ շատ դպավորիչ էր եւ աստեցիկ էր շատ ուրախ մնացինք իր օրտնությունը ստանալով վերադարձանք Փանագավայր երբ երիտասարդական խավ եւ մանավանդ սկաուտություն Գարիկը ունի դարձյալ հոգևոր հենասունին գողքին գնալու այո ինչպես նաև ունեցանք Գյումրիի մեր այցելությունը եւ Սիթիհանտը ունեցանք խարուգահանտեսները դարբեր խարուգահանտեսներ ներկա գտնվեցանք մեր խարուգահանտեսն շատ լավ ընթացավ եւ արդեն ստացանք մեր երկրորդ մրցանակին արժանացավ մեր խարուգահանտեսին նյութներ ինչպես որ ասիկ վարչությունը եւ որ պատրաստած էր իր դեսերիզը մեր անյութը խարուգահանտեսին ադեր բայց ինչ կատիգություն եղավ, որ նույն բանը մտածած էինք, ինչպես մոմենտմենը հիմնվեցավ Լիբանանիներ, Սիեղերնեն եւ որ եկան որբերը Ջիբել Հասան, Ջիբելի Պերտ, անգեյետ բոլորը միասին քաղաք հասան եւ գազմվեցավ մասնաջուրերը, տրոշակներով բոլոր ներկայացուցինք Լիբանանյան մշակույթը, Լիբանանյան բսագը, հայկական մշակույթն աներ բերեցինք Լիբանանյան մշակույթին հետ եւ պատմությունը, որ մեր հետ արդեն միասնականություններ Փիրագանի մեջ, Արարատը, Արաքաձը, Երակույն տրոշը, որ գազմվեցավ բուրկերով եւ տրոշակներով։ Արդեն դուք ուղիղ սփռումով բոլորը արդեն սփռած էինք, ինչպես ունեցանք նաեւ Սևանալիջի այցելությունը եւ հարսնակար հոնկացին եւ լողացին ունեցանք մեր գալադիները բոլորն շատ լավ ձևով ընթացան եւ ամենակարևորակույն հայդակիրներն մեկն էր որ Guinness World-ն էր որ նախաբես անկլյո մեջ եղած էր 405 անդամներով մենք հաջողեցանք այսօր այս տարի 2026 թվականին Փիրագանեն ներս 809 անդամներով գազմել Շուշանա Ձաղիգը եւ արժանանալ
ունենալ Գինես World-ին։ Այո, եւ մրցանիշը արդեն ապահովեցի։ Արդեն հաջորդ օրը արդեն ապահոված էինք եւ արդեն արցանց դրատրվեց։ Բոլոր արդեն հարությունը Այո, ասիլա մեծ բանի վերնեզի համար։ Բավական ուրախ օր մներ։ Խոսենք նաև դաղավարներուն օրը, մշակութային։ Դաղավարներուն օրը շատ մեծ օր մներ, շատ մեծ ուրախությամբ, ինչպես ասենք արդեն Լիբանանի հայությունը, Լիբանանի սկաուտները խանտավարած էին Պիրագանը։ Դաղավարներուն օրը ավելիով խանտավարեցին, պատրաստեցին իրենց գրբակները, ուր գրբակները ներս զետեղված էր բոլոր լիբանանյան ուդեստեղենները, անուշեղենները, դարազները եւ իրենք խանտավարեցին նվակներով, լիբանանյան երգերով, երկուդաղով, բարով եւ ոչ թե միայն մեր դաղավարի մեջ եւ գրբակի մեջ, այլ անոնք լիբանանյան մշակույթը բոլոր երկիրներու դաղավարներու մեջ արդեն ներառեցին, թափցան, երգեցին, բարեցին արդեն իսկ ի վերջո դաղավարը վերջ կդավ իր առաջին մրցանակով եւ մենք արդեն մրցանակը ունեցանք։ Այո, արդեն պիտի խոսենք բոլոր մրցանակներում մասին։ Նախքան մրցանակներում մասին խոսիլը գարժե նաեւ խոսիլ բանագումեն յետք որ շրջանային խմբաբեդությունը Լիբանանի գազագերբես Երգորիա բդույթը։ Այո։ Ուր այցելեցիք եւ ինչպես ընթացան այցելությունը։ Ուրեմն բանագումեն յետք բոլորս վերադարձանք Երևան, Անի Grand Hotel, որ մենք յետ ներկա գտնվեցանք գալադիներին, գետրոնական վարչության գազագերբած գալադիներին, անշուշտ իրենցաբարձ կգադար գսենք, բոլոր իրենց դարած աշխատանքներուն։ Հաջորդ օրը բոլորս միասին Լիբանանի պատվիրակությունը այցելեցինք Խորվիրապ, որ մենք յետ մեկնեցանք Սարտարաբադ եւ հոնալ մեր այցելությունը ունեցանք, անգե յետ վերադարձանք յետ Երևան եւ 4-5 ժամ բոլորը ունեցան ազատ ժամ որբեսի վայելեն Երևանը, երեգոյան դարձյալ գսեմ մեր խանտավար անդամները օպերայի հրաբարագեն ներս տնտացուցին դեռնամսել օպերան, ժողովուրդը բոլորը հոն համախմբվեցավ դարբեր երգիրները, երգեցին, բարեցին մեր նվագախումբին հետը։ Շատ լավ։ Եվ արդեն հաջորդ առավոտ առանց ուզելու արցունքոտ աչքերով վերադարձանք Լիբանան, բայց ուրախությամբ եւ հբարդությամբ վերադարձանք Լիբանան։ Շատ լավ։ Խոսենք պաշտոնական բագման արարողության մասին։ Շաբաթ 1 օգոստոսին արդեն Պյուրագանի Կարնիկ Մգրդիչյան բանակավայրեն ներս ասենք ցևոմը պաշտոնական ցևով ավարտեցավ համամենական 13-րդ բանակումը։ Հանտիսության ընթացքին դեղի ունեցավ մրցանակապաշխություն եւ ինչպես որ մեր հայդակերին սկիզբը նշեցինք Լիբանանի պատվիրակությունը ապահովեց ամենեն շատ մրցանակներն։ Խոսենք մրցանակներու մասին, ինչ մրցանակ։ Այո, մեր մրցանակները ունեցանք երկու առաջին դիրքի մրցանակներ, մեկը մշակույթի օրներ, մեկն այլ զարգացման մրցումի մրցանակներ, երկրորդ դիրքի մրցանակներն էին ցերային աշխատանքի մրցանակը եւ Խարիգանտեսի մրցանակը, իսկ երրորդ դիրքի արժանացանք Rally Paper-ի մրցանակը։ Անշուշտ մեր ամենեն կարևոր մրցանակը ներ համամենagani բանակումի մրցանակը մեր խանդավառությունը եւ ներկայությունը բոլորի մեջ։ Շատ լավ։ Այս արիտով ինչ պիտի լացեր սրդի խոսքը Լիբանանի պատվիրակության խմբաբեդության, ինչպես նաեւ մասնակցող անդամներուն։ Իմ սրդի խոսքը սեդևյալը վիդիելա սիրելի խմբաբետներուն, որ այս բանագումին դարձա բոլորիս համար մեկ մեծ ընտանիք։ Այս բանագումը մեզի համար ընտանիք մներ, որ միադեղեց մեզի մեկ տրոշի դակ, այս անտիգումը բոլորիս համար գխոսի մեկ լեզվով։ Մեկ լեզույով, հոմենտմենը մեկ լեզույով, մեկ եղբայրասիրությամբ, մեկ ձարայությամբ եւ գարկաբաությամբ հասավ իր հայրենասիրությամբ, հասավ իր ավարտին։ Սրդիս խոսքը այն է, որ այս բանագումը մեզի համար մեր մեջ վարեց նոր գրագմը։ Նոր փույրը, որ մեզի գմեղե ավելի մեծ սիրո նվիրումին, մեզի գմեղե շարունակել մեր հոմենտմենagani ճանապարհը, մեր հոմենտմենagani ճանապարհը ծեր բոլոր պիտի մղե, որ ավելի բարձր թիրքերու դիրանանք, միշտ բարձր բահելով հոմենտմենի նշանապանը բարձրացիր բարձրացուրը, բոլորին վարձ կգադար
մեգալ մեր բոլոր մեր խմբավետական գազմի մեր անդամներուն վարձ կդադար համահոմենտմենական փանագումի խմբավետության եղբայր Ռուփեն Նալբանդյանին, Քույրալիկ Դերբեդրոսյանին, եղբայր Սևակ Նազարյանին, ինչպես նաև կորզաթիր մարմինին, որ ոչ մեկ ջիկ խնայեցին մեր բոլոր աշխատանքներու հաջողության վարձ կդադար գետրոնական վարչության, ինչպես նաև հadoop վարձ կդադար գուզեմսել հոմենտմենի Լիբանանի վարչության, հոմենտմենի Լիբանանի շրջանային սկաուտ խորհրդին եւ հոմենտմենի Լիբանանի շրջանային խմբաբեդության, լա Լիբանանեններս, լա հոմենտմենի, լա Հայաստանեններս, որ իրենց ներդրումը բերին, իրենց օժանդակությամբ եւ ոչ մեկ ջիկ խնայեցին ասպանագումի հաջողության Դարձյալ գսեմ վարձ կգադար եւ նորանոր հաջողություններ բոլորիս Շատ լավ Գարժե նաև վերադառնանք Լիբանան ինչպես որ ասինք համամետնական բանակումը այո պաշտոնական ձևով ավարտեցավ բայց իր այսպես հիշադակը եւ սորվելիք դասերը առնվելիք բոլոր այսպես հիշադակները եւ բահերը ունին իրենց շարունակականությունը եւ վստահաբար որ պիտի անդամները իրենց հետ բերին Լիբանան եւ իրենց մասնաճյուղերը ներս այդ գրագի փոցը ասենք պիտի փոխանցվի բոլոր մասնաճյուղերուն եւ ինչպես որ գիտենք եկող ամիս օգոստոսին արդեն մասնաճյուղերը գազմագերբած են դարեգան բանակումներ խոսենք ինչ բանակումներում մասին մասնաճյուղ երբ ուր եւ ինչ են գլխավոր թեմաները նկատի ունենալով որ ինչպես որ նյութը ունենա հիմնական նյութը բոլոր բանակումները օրինակ համամետնական 13-րդ բանակումը ասենք Արարատի համար Գանկուն խորհրդանիշով բանակումներ իսկ մասնաճյուղերը ներս նաև դեղի ունենան զանազան թեմաներ խոսենք մասնաճյուղ նախ արդեն անջարը արդեն հուլիսի վերջավորության իր բանակումը ունեցավ եւ իր թեման երաժշտություն էր երաժշտական գործիքները եւ արհեստները բավական լավ բանակումը անցուցին վարձկերնին գադար արդեն եկող շաբթվա ընթացքին պիտի սկսին մեր մասնաճյուղները իրենց բանակումներուն ջդեյդի բանակումը դեղի պիտի ունենա 15 օգոստոսեն 23 օգոստոս բաբդետ շրջանեններս որուն թեման է թրիչք տեբի մշակույթի աշխարհ որ մե ետ բուրչամուդը պիտի ունենա դարձյալ նույն ժամանակամիջոցին 15-ին 23 օգոստոս դերել հարավ շրջանեններս բուրչամուդի թեման աշխարհի զանազան ծառայություններն են որ պիտի ներկայացնեն 22 օգոստոսեն մինչև 30 օգոստոս Անտիլիաս մասնաճյուղի բանակումը դեղի պիտի ունենա դերել հարավ շրջանեններս թեման Անտիլիասի քյուրի դոնավաճառներն են իսկ Բեյրութի բանակումը դեղի պիտի ունենա դարձյալ 23-ին 30 օգոստոս դերել հարավ շրջանիններս թեման արհեստներու աշխատանքներն են որ գետրոնացած են հայկական արհեստներու շուրջ բոլոր մասնաճյուղերը արդեն իրենց նախապատրաստական աշխատանքները դարած են եւ պատրաստ են բանակումներուն բոլորին հաջողություն պիտի մաղթեմ եւ բոլորին պիտի հրավիրեմ որ բոլորն ներկա գտնվին իրենց խարյուգահանտեսներուն եւ միասին լավ ժամանակ անցնենք Շատ լավ խոսենք իբրև Լիբանանի շրջանային խմբաբեդություն որ այսօր դուք գլականոր ներկայացուցիչը իբրև շրջանային ընդհանուր խմբաբեդուի ինչ պիտի լա ծեր ուղերձը մասնաճյուղերու խմբաբեդական գազմերուն եւ անշուշտ նաեւ մասնագետ անդամներուն ինչպես նաեւ ծնողներուն որբեսի մասնակցին բանակումի վայելեն այդ բոլոր վարգյանը ասենք որբեսի իրենց կարգին մեծնան եւ այսպես ունենան այդ բանակումի հիշատակները իրենց հետ Առաջին խոսքս կուզեմ ուղղել մեր սիրելի ծնողներուն ասելով որ սիրելի ծնողներ հոմենտմենը երկրորդ դպրոցն է այո մենք ունենք մեր գրթանամշակ մեր դպրոցները գերտանկոն մեր գիտելիքները կստանանք եւ բան բայց հոմենտմենը երկրորդ մեծ դպրոցն է որ մեր բոլոր զավակները պետք է մաս կազմեն աս հոմենտմենի դպրոցին դարբեր է այլ
արակելություններ եւ հմդություններ պիտի սորվին այս դբրոցի մեջը իմ գոչս պիտի լա որ ամեն մեկ հայ ընտանիք իր զավակը մղե ուղե խրադե որ հոմենտմենի սկաուտական շարքերեն մաս կազմեն մասնակցին բոլոր աշխատանքներուն եւ ինչպես նաեւ խարուգահանտեսներուն որբեսի պատրաստվին ի վերջո 4 տարի մեյմը ներգա գտնվելու համահոմենտմենական փանագումներուն իսկապես կարևոր է որ ամեն հոմենտմենական մաս կազմե համահոմենտմենական փանագումին որովհետեւ երրորդ դպրոց մնե համահոմենտմենական փանագումը եղբայրներով ասմասին գխոսիմ շատ զգացված գխոսիմ դակավին նոր վերադարձած եմ Հայաստանեն չեմ գնար իմ զգացումներս արդահայտել որքան ուրախ վերադարձած եմ եւ ես ինքս կսկամ եթե հոմենտմենի մաս չգազմեմ չեն կրնար հատադեվել մաս գազմեցեք հոմենտմենի շատ լավ իսկ սրդիս խոսքը մեր խմբավետներուն գուզեմ ուղել նախքան մեր փանագումները արդեն բոլորս ալ պատրաստ ենք մեր փանագումներուն իբր հոմենտմենի լիբանանի ընդանուր խմբավետուի գուզեմ իմ սրդիս խոսքը ուղել մեր բոլոր սիրելի խմբավետներուն ոչ թե իբր խմբավետ իբր մեծ քույր իրենց որպես քույրը որ ցեզի հետ գգիսե այս գեղեցիկ արակելությունը սերն ու պատասխանատվությունը եւ փանագումը բարձաբես վրաններ չեն որ մենք կլարենք փանագումը խաղավայր չէ փանագումը գազմագերբել կամ քանի օրվա միասին ապրելու այդ ուժն է որ մեզի գսորվեցնե ընկերությունը, պատասխանատվությունը, համագործակցությունը եւ ծառայության ոգին։ Այս օրերուն դուք պիտի լակ սկաուտներուն օրինակը, դուք պիտի առաջնորդեք անոնց պիտի սորվեցնեք ցեզմե, անոնց պիտի սորվեցնեն մեր խմբավետներն է որ աս մեր անդամները օրինակներ պիտի առնեն, պիտի կալեն թեպի հարաճ։ Խմբավետ լալը միան բաշտոն չէ։ Պատասխանատվություն է, նվիրում է եւ այս փանագումները թողլան ծեր անձնական աճի արիթը սորվեցնեք իրարմե աճակցիկ իրարու թիգուն կանգնիկ մենք մեծ ընտանիք ենք մենք հոմենտմենական ընտանիք ենք ես ուզեմ այս փանագումներեն յետ ոչ միայն մեր մոգլիները քայլիկները արձվիկները երեց բարմանները ուրախ վերադառնան այլ նաև դուք վերադառնաք ավելի հզոր խմբավետներ ավելի ուժեղ վստահ եւ միշտ բարձր բահելով հոմենտմենի նշանապանը բարձրացուր գվստահենք մեր սիրելի խմբավետներուն on հարաճ դեպի միշտ բարձր վերել շատ դպավորիչ այսպես գոչմը բոլոր խմբավետներուն որբեսի այսպես լավ մտնոլորտով լավ հիշատակներով այս դարիևս շրջանը շատ լավ ուրեմն հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ այսպեսով հասած ենք մեր այսօրվան հայդակիրին ավարտին Ցեզի հետեին հոմենտմենի լիբանանի շրջանային վարչության անդամ քույր Լուսին Կազանջյանը ինչպես նաեւ հոմենտմենի լիբանանի շրջանային ընդհանուր խմբավետի քույր Թալին Ալաբաշյան Պապիրյանը Ցեզի դերցանի աղարտավար Անտոնին եւ Ներսեսը